Այս թողարկմանը Հարավային Կովկասի 3 ղեկավարներին տեսնում ենք նույն պանելում։ Սա խորհրդանշում է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Հարավային Կովկասում, մի տարածաշրջանում, որը Եվրոպայի հետնաբակում է եւ որը խաղաղության համաձայնագրի վերջնականացումից հետո դեռ պայքարելու է հետագա ենթակառուցվածքային ինտեգրման համար։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով Հայաստանը տասնամյակներ շարունակ լոգիստիկ մեկուսացված է եղել։ Այժմ, երբ հակամարտությունը մոտենում է ավարտին, հենց Հայաստանն է, որ պետք է վերադարձվի կապուղիների քարտեզին։ Վրաստանը առանցքային դերակատար է տարածաշրջանային պրոցեսներում։ Հայաստանի վարչապետը հենց նոր ժամանեց Թբիլիսի վրացիների համար նախատեսված յուրահատուկ ժեստով, որով վերջերս է հայտնի դարձել Հայաստանի սահմաններից դուրս։ Բայց իրադարձությունները շարադրենք հերթով։ Վրաստանը վերջերս ալեկոծ է։ Mr. Kipiani, thank you. Պարոն Կիպյանի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վրաստանը քաղաքականապես անհանգիստ է վերջերս, ինչ է կատարվում Թբիլիսիում այս պահին։ Ճիշտ այդպես, մի կողմից պետական ինստիտուտները ապակտիվացել են, իշխանությունը կոնսոլիդացվել է։ Կխոսենք նաև արժեքավոր հիմնարար ուղու մասին, եվրոպական ինտեգրման, որին Վրաստանը հետամուտ է եղել ավելի քան 3 տասնամյակ։ Այս ամենը պետք է պահվի ժողովրդավարության սահմանագծի ներքո, եւ խոսքն ուղղակի ինստիտուցիոնալ կարողությունների կառուցման մասին չէ, այլ խաթարվել է Վրաստանի ժողովրդավարության հենց հիմնարար նախադրյալը՝ Վրաստանը եվրոպական համայնքի անդամ դառնալը, եւ ոչ թե մշակութային առումով եվրոպական համայնքի անդամ լինելը, այլ քաղաքական եւ տնտեսական առումներով նույնպես։ Այսպիսով, անկեղծ ասած, մենք Վրաստանի վերջին պատմության մեջ տխուր զարգացումներ ենք տեսել, բայց սա ամենատխուրն է, որին ականատես ենք այս օրերին։ Եվրամիության ընդլայնման հանձնակատարը վերջերս հայտարարեց, որ Բրյուսելը միտումնավոր սառեցրել էր ընդլայնումը, բայց կլիման այժմ փոխվել է եւ բարենպաստ է դրա համար։ Այնուամենայնիվ, ինչպես է Վրաստանի հետադարձը ազդելու Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հնարավորությունների վրա։ Այո, ԵՄ ինտեգրման գործընթացի կասեցումը սկսվեց Վրաստանի վարչապետի հայտնի հայտարարությամբ անցյալ տարվա նոյեմբերին, որը հետևում էր գործընթացի կասեցման մասին հայտարարության սցենարին, բայց եթե ինձ հարցնեք, դա ոչ թե կասեցում է, այլ սառեցում։ Դա շատ կարևոր է ընդգծել, քանի որ Եվրամիության ինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը սառեցնելը փաստացի արգելափակում է պրոցեսը եւ հետ գցում այն շատ կարևոր զարգացումներից, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Եվ հիմա, երբ մենք խոսում ենք տարածաշրջանի մասին, ձեր հարցը շատ տեղին է գործարքի կամ Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցության մասին։ Հիմա թույլ տվեք մի փոքր հետ քայլ անել, երբ մենք այս օրերին տեսնում ենք տարածաշրջանի նոր հայեցակարգ, երբ ականատես ենք լինում նոր տարածաշրջանային կենտրոնի առաջացմանը, որը Հարավային Կովկասն է։ Վրաստանի համար կրիտիկական է վկա լինել եւ ողջունել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Եվ նույն օրինաչափությամբ ես կարծում եմ, որ շատ ցավալի է, թե ինչ տեսք ունի Վրաստանը Հայաստանի տեսանկյունից այս օրերին։ Ես միշտ վերընդգծել եմ, որ երբ մենք խոսում ենք տարածաշրջանի մրցունակության մասին, երբ խոսում ենք տարածաշրջանի արդիականացման մասին, երբ խոսում ենք տարածաշրջանը ուշադրության կենտրոնում դնելու մասին, եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ այլ առումներով։ Վրաստանի եւ Հայաստանի համար դա քրիտիկապես կարեւոր է։ Խոսքն ուղղակի այն մասին չէ, թե ինչ ենք մենք հավանում կամ չենք հավանում։ Մեր մրցունակության մասին է, շատ եսակենտրոն եւ շատ մրցունակ աշխարհում գոյատևելու մասին է, որը ոչ թե իդեալների, այլ շահերի եւ շահերի համադրման մասին է։ Այսպիսով կրկին իսկապես շատ կարեւոր է, որ մենք կարճած մնանք միմյանցից։ Եվ հետեւաբար անցյալ տարվա ընթացքում մեր ունեցած տարբերությունները իսկապես ցավալի են։ Շատ լավ ենք հիշում այն ժամանակները, երբ
խոսում էինք, որ Հայաստանը հետ է մնում Վրաստանի դեպի Եվրամիության ձգտումներից։ Այս անգամ ավելի ճիշտ է ասել, որ Վրաստանը պետք է հասնի Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Այսպիսով այս երկուսն այնքան փոխկապակցված են, որ այդ փոխկապակցվածությունը մեզ ավելի ուժեղ եւ ավելի մրցունակ, ավելի կենսունակ է դարձնում։ Այսպիսով, եթե ինձ խնդրեք այլ կերպ ասել, ոչ միայն ուժեղ եւ անկախ Հայաստանը, այլև Եվրոպամետ Հայաստանը Վրաստանի ազգային շահերից է բխում եւ հակառակը։ Եվրոպամետ Վրաստանը Հայաստանի ազգային շահերից է, եւ ես կարծում եմ, որ ասելով դա մենք արտահայտում ենք մեր համագործակցության եւ մեր գործընկերության ողջ մասշտաբը։ Հայաստանը եւ Վրաստանը ձեռնամուխ եղան դեպի Եվրոպա տանող անհարթ ուղևորությանը, բայց իրադարձությունները յուրաքանչյուր երկրում տարբեր ընթացք ստացան։ Ըստ գնահատականների Վրաստանի հետադարձը եվրոպական ուղուց չի հեշտացնելու Հայաստանի ընթացքը, բայց դա կարծես չի խոչընդոտում արտաքին վերաինտեգրմանը եւ կապերի ամրապնդմանը։ Մետաքսի ճանապարհի ֆորումը լուծումներ է փնտրում Հարավային Կովկասի երկրների համար, հետագա ենթակառուցվածքային փոխկապակցվածության համար։ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Բաքուն վերացնում է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռնափոխադրումների վրա եւ առաջին բեռը լինելու է ղազախական հացահատիկը։ Սա խաղաղության գործնական քայլ է, ասաց Ալիևը։ Հուսով ենք, որ Վրաստանի ֆորումից հետո նույնպես նոր կապուղիների առումով ավելի գործնական քայլեր կձեռնարկվեն։ Peace in South Caucasus is vital for linking Europe. Խաղաղությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունի Եվրոպան կենտրոնական Ասիային կապելու համար, ինչը գերակայություն է Բրյուսելի համար գոնե ըստ Եվրամիության պաշտոնյաների, ինչպես է Վրաստանի կառավարությունների ըստ էության պրոռուսական շրջադարձը ազդում տարածաշրջանային կապակցվածության վրա։ Մեր երկրների միջև ենթակառուցվածքների որևէ ծրագիր կա սեղանին։ Plan on the table between our countries. To start with, you said the progression. Նախ դուք ասացիք Վրաստանի կառավարությունների պրոռուսական դիրքորոշումը։ Ես պետք է անհրաժեշտաբար մատնանշեմ, որ մինչ այժմ ոչ ոք ծխացող ատրճանակ չի տեսել։ Այսպիսով իսկապես շատ դժվար է ուժեղ մեղադրանքներ տեղալ այդ առումով։ Այնուամենայնիվ, այն կառավարման տեսակը, որին մենք ականատես ենք այս օրերին Վրաստանում, նույնիսկ եթե այդ կառավարումը չի ղեկավարվել Կրեմլից, բոլոր ցուցանիշները եւ բոլոր չափանիշները մատնանշում են, որ մենք Ռուսաստանի կառավարման նոր տեսակի կառուցման ճանապարհին ենք, որը ոչ մի կապ չունի եվրոպական ձգտումների եւ եվրոպական ընտրության հետ։ Այսպիսով դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, խնդրում եմ հիշեցնեք ինձ։ As for the second part of the question, Is there a joint infrastructure plan on the table? $145 միլիոն է հատկացվել Հայաստանին Թրամփի ուղու համար։ Խաղաղության խաչմերուկ նախագիծ, որը Հայաստանի կառավարությունն է առաջ քաշել, միջին միջանցք, որը Եվրոպան կառուցում է եւ որը ներառելու է Վրաստանը, Ադրբեջանը եւ հույս ունենք նաեւ Հայաստանը։ Տարածաշրջանում ենթակառուցվածքային նոր քարտեզ է գծվում։ Հայաստանի եւ Վրաստանի միջև միացյալ ենթակառուցվածքային ծրագիր կա սեղանին։ Is there a joint infrastructure plan on the table? what we saw in Washington recently, Washington DC. Այն ինչ մենք տեսանք Վաշինգտոնում վերջերս Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից շատ հիմնարար հայտարարության ստորագրումը Թրամփի ներկայությամբ իսկապես հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ հսկայական նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար, որպեսզի ինտեգրվի կամ բարձրանա միջտարածաշրջանային տրանսպորտային ցանցի գնացքը։ Իդեպ, երբ այդ հայտարարությունը հրապարակվեց, Վրաստանում բավականին կոշտ քննարկումներ եղան, թե արդյոք դա Վրաստանի շահերից է թե ոչ։ Իմ դիրքորոշումը իհարկե այն է, որ դա նշանակում է բավականին զգալի փոփոխություն մեզ համար, եւ ես մի քանի բառով կբացատրեմ, թե ինչ նկատի ունեմ դա ասելով։ Այնինչ Վրաստանին տրվել է ի սկզբանե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փակուղու եւ հակամարտության պատճառով այլևս օրակարգում չի լինի, բայց մյուս կողմից Վրաստանի համար կա երկու դրական ազդեցություն։ Մեկն այն է, որ այն ստիպում է մեզ մտածել մեր մրցունակությունը բարձրացնելու
բարձրացնելու եւ մեր համատեղելիությունը տարածաշրջանային ակնկալիքների եւ միջազգային ակնկալիքների հետ ամրապնդելու համար նոր ներուժ եւ ռեսուրսներ գտնելու մասին։ Եվ ապա երկրորդ կետը, որը ես նշեցի մեր զրույցի հենց սկզբում, տարածաշրջանի մասին է։ Դա Հարավային Կովկասի բոլոր 3 ազգերի՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական անկախության ընդհանուր հարթակ ստեղծելու մասին է։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ դա շահեկան խաղ է եւ անկախ վրացական կողմի որոշ թերահավատությունից կամ որոշ նախանցքոտ մոտեցումից, ես կարծում եմ, որ դա նաեւ նպաստում է վրացական տնտեսությանը։ From Georgian side, I think it plays in the hands of Georgian economy as well. As you mentioned, Georgia is Armenia's sole gateway right now to the West, but we often Ինչպես դուք նշեցիք, Վրաստանը հիմա Հայաստանի դարպասն է, բայց մենք հաճախ ենք տեսնում, որ Լարսի անցակետը արգելափակված է հերթերով, տեխնիկական հղումներով։ Նոր տեխնիկական լուծումներ, որքան տեղյակ եմ, ներդրվել են։ Չնայած երկու կողմերից հնչող հայտարարություններին, որ Վրաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, քաղաքական պատճառներ կան այն հերթերի հետևում, որոնց հայ վարորդները եւ արտադրողները ստիպված են բախվել անցակետում։ face at last. As we already mentioned, the concept of the smoking gun. Ես արդեն նշեցի ծխացող ատրճանակի կոնցեպտը, թեև ես դա նշեցի այլ համատեքստում։ Հիմա, երբ մենք խոսում ենք հայերի համար բեռնափոխադրումների արգելափակման եւ մուտքի տեխնիկական կողմերի մասին, պետք է կրկնեմ։ Իհարկե, մենք կրկին չենք խոսում ծխացող ատրճանակի մասին, թեև ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Վրացի պաշտոնյաների բացատրությունները, թե որն է իրական պատճառը կամ իրական հիմքը, անձամբ ինձ համար ընդունելի թվում։ Այսքանը կարող եմ ասել։ Ես ի վիճակի չեմ մատնանշել պատճառը կամ մեղադրել վրացական իշխանություններին Հայաստանի դիրքերը այս կերպ խաթարելու համար։ Բայց կրկին, ինչպես ասացի, տեխնիկական բացատրությունը քննադատությանը չի դիմանում գոնե իմ տեսանկյունից։ Եվ դա նաև վնասում է Վրաստանի հեղինակությանը։ Կրկին գիտակցելով երկու տնտեսությունների եւ երկու ազգերի միջև ամուր կապը, ես կարծում եմ, որ այդ պատահարները կամ միջադեպերը իսկապես շատ վատ կատակ են խաղացել։ Չեմ ասի խաթարելով, բայց վնասելով մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսպիսով ես շատ հույս ունեմ, որ այդ տեխնիկական խնդիրները կմնան որպես վատ ժառանգություն եւ չեն կրկնվի։ And would not repeat itself themselves. Չնայած բարձր մակարդակի հաղորդակցության ընթացքում ցուցաբերված բարի կամքին, Վրաստանն ավելի է ընկնում ռուսական ազդեցության տակ, ինչը թույլ կտա Ռուսաստանին մեծացնել ճնշումը նաև Հայաստանի վրա, պարզապես օրինակ արգելափակելով անցակետը։ Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն փոխել իրենց ԵՄ կենտրոնացումը տնտեսական խնդիրներից բխող սոցիալական ճնշման ներքո, քանի դեռ չի բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը, որը թույլ կտար զգալի տարանցիկ ալիք դեպի արևմուտք։ Եթե Եվրամիությունը լուրջ է տրամադրված, Եվրամիության ղեկավարները պետք է ազդեն Ալիևի եւ Էրդողանի վրա, քանի որ հենց Թուրքիայի հետ բաց սահմանն է, որ կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը եւ թույլ կտա համեմատաբար անկախ ընտրություններ կատարել։ Եվրամիության հանձնակատարների այցը Երևան կարծես պարունակում է հենց այս ուղերձը, բայց թեև Հայաստան-Թուրքիա անցակետը պատրաստ է գործել հայկական կողմից, Մարգարայի դարպասները մնում են փակ։